Եվ այստեղ ակտիվիստ եւ բլոգեր Արթուր Չախոյանն է գտնվում, նախ ինչ տեղեկություն ունեք, եթե արդեն տեղեկացված եք նրա առողջական վիճակից, նաեւ հետո հետագա կարգավիճակից։ Բժիշկները նոր մեզ ասացին, որ լուրջ վնասվածքներ ունի, դեմքի շրջանում եւ գլխապտույտներ ունի, ուժեղ, հիմա արդեն կսկսեն գլուխը նկարել եւ հետագա արդեն զարգացումների մասին բժիշկները տեղեկություններ կտան։ Ուզում եմ մեր երևանցիներին ու հայրենակիցներին ասեմ, որ ժողովուրդ ջան, սկսվել է թալանը բացահայտելու դեմ ագրեսիվ պայքար։ Սրանք ոչ Հայաստանի Հանրապետության համար են սենց կռիվ տվել, ոչ Արցախի համար ու ընդհանրապես ոչ մի քաղաքացու համար, այլ քաղաքացին բարձրակույն արժեք չէ, հիմա սրանք ԿՊ-ն ու հանրապետությունը սենց միախմբված, միամուռ ուժերով պայքար են տալիս այն մարդկանց դեմ, ովքեր բացահայտում են միլիարդավոր դրամների թալանը։ Պարոն Ստեփանյան, դուք ասում եք սա պայքար է թալանի համար, բայց եւ ասում եք, որ դրանք ոչ Արցախի համար են պայքարել, ոչ Հայաստանի, բայց Անի Խաչատրյանն ավականու անդամ ասում էր, որ իրենք պետություն են պաշտպանում, օրինակ Չախոյանին ծեծելով կամ մյուսներին, իրենց գործողությունները այդպես էր արդարացնում։ Անի Խաչատրյան նշված անձը ինչ ուզի կարող խոսա, իրանք կծված են ԿՊ-ի հետ եւ իրանք զբաղված են երևանցիների վճարած միլիարդավոր գումարները մեջ անելու մեջ։ Այդ տարբեր լրատվականներում արդեն կա տարբեր նյութեր, նույն Արթուր Չախոյանն է բացահայտում, նույն տարբեր մեր ավականիները Մայրաստան խմբակցության, թե ինչպես են ասֆալտապատման գումարները մսխվում, ինչպես են մանկապարտեզի վերանորոգման, թանկացվող տրանսպորտի եւ տարբեր բաներ։ Ժողովուրդ ջան, սկսվել է ԿՊ-ի կողմից թալանի պահպանման process-ը, բայց նահանջ չկա։ Հարգելի ձեզ 3 անգամ ձեզ խնդրեցի, բայց նույնիսկ դուք շարունակեցիք դրանից։ Իհարկե։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ, ոչ մեկը զայ չեն բարձրացնում։ Շնորհակալություն հասկանալու գալու համար։ Եկեք շտապով մեքենայի ֆոնի խոսեք։ Պարոն Ստեփանյան։ Մենք տեղյակ չենք, պարոն Ստեփանյան, ի վերջո ինչ կարգավիճակ ունի Արթուր Չախոյանը, որովհետև ինքը եւ փաստաբան ասացին ձերբակալված են, սակայն ոստիկանության լրատվականից ինձ պաշտոնապես ասացին, որ այս պահին կա 6 ձերբակալված անձ, ավելի շուտ 6 բերման ենթարկված անձ, որոնց նկատմամբ այս պահին ինչ-որ գործողություններ են իրականացնում, փաստաթղթավորման եւ այլն, որ հետո նաեւ ուղարկեն հետագա քայլեր ուղարկեն արդեն նախաքննական մարմին։ Եվ տեղյակ չեն գործ հարուցվել է, չի հարուցվել, ինչ հատկանիշներով եւ կոնկրետ Չախոյանի ինչ կարգավիճակ ունի։ Դուք տեղեկություն ունեք։ Հիմա 18 թվից էսկոմ մի նոր մշակույթ է արդեն ձեռք բերել ԿՊ-ն եւ հանրապետությունը, ժողովրդի մեջ կա այս ասածը, կծեծեմ ու տանեմ ձեզ դատեմ, այս վիճակն է։ Հիմա մարդիկ բոլորը տեսան, էլի տեսանյութում կար, ոնց էին հարձակվել 15-20 հոգով Չախոյան Արթուրի վրա։ Հիմա Արթուրը ոչ թե դժողի կարգավիճակում է, մեզ ոստիկանությունում ասացին, որ արդեն Արթուրի վրա ինչ-որ նյութեր են ուզում սարքեն, այսպես ասած, որ Արթուրը ինչ-որ խուլիգանական դրսևորումներ արել, բայց բոլորի աչքի առաջ ուղիղ եթերով տեսանք, թե ոնց են հարձակվել։ Նորից եմ կրկնում, ստեղ ոչ մի բան չկա, ստեղ իրանց կողմից թալանը բացահայտելու մարդկանց դեմ կռիվ է սկսվել, ավականիների, սովորական մարդկանց, սովորական քաղաքացիների։ Շտապեցնում ԿՊ-ին, Արամ Զավենի Սարգսյանին, Տիգրան Ավինյանին վշտեցնել, նահանջ չի լինելու, դուք էլ ավելի եք մեզ ուժեղացնում, էլ ավելի տարբեր տեսակի թալանի հետ կապված եւ երևանցիների գումարները մսխելու հետ բացահայտումներ անելու, դուք չեք մարսելու սա։ Եվ մի բան էլ, դուք տեղյակ եք, որ Արթուր Չախոյանն այսօր գալու էր նոր-նորքի վարչական շրջան, որպեսզի մասնակցի հանրային լսումներին։ Ոչ, մենք տեղյակ չենք, մենք ահազանգ ունենք Շենգավիթ վարչական շրջանից, որ ծառայատումները գնացել ենք այնտեղ եւ լրատվականներից տեսանք, որ Արթուր Չախոյանը գնում է ինչ-որ հանրային լսումների մասնակցի, փաստորեն հանրային լսումները մասնակցել է, դարձել է Բոյբես Պրավիլի Թաղապետարանը դարձել է Բոյբես Պրավիլի տեղ, մարդիկ չկարողանալով հարցին պատասխանել, հարձակվում են մարդկանց վրա, խնդիր չկա, ինչ ցանեք, այն էլ հնձելու եք, հետ նահանջ չի լինելու։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։